Դեպքն օգոստոսի 29-ին էր կատարվել Նոր-Նորքի վարչական շրջանում, ինչ-որ երիտասարդ Միկոյան փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը մտել շքամուտք, երկրորդ հարկում պոկել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի։ Վնասի չափը 200,000 դրամ էր։ Կատարվածից շփոթված կինը ոստիկանություն էր զանգել։ Ահազանգը ստանալով ոստիկանության Նոր-Նորքի բաժնի աշխատակիցները մեկնել էին դեպքի վայր, զրուցել տուժողի հետ, ապա ուսումնասիրել մոտակայքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները։ Սարքերը ֆիքսել էին փախչող երիտասարդին։ Հարկավոր էր պարզել նրա ինքնությունն ու բնակության հասցեն։ Բացահայտման աշխատանքներին միացան նաև այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակիցները կայքում համապատասխան հայտարարություն տեղադրեցին։ Հերթապահ մաս հաղորդաշարով հանրությանը ներկայացվեց այն տեսագրությունը, որտեղ երևում է կասկածյալը։ Բացահայտման աշխատանքները նոր թափ ստացան։ Տեսագրությունը տարածելուց հետո ոստիկանները տեղեկությունների էին սպասում, և այն չուշացավ։ Ոստիկանության մալիցիայի անչափահասների գործերով բաժանմունքում տվյալներ ստացվեցին, թե կողոպուտն ով է կատարել։ Տեսագրությունների ուսումնասիրությունից արդեն մոտավոր պատկերացում կազմեցինք, թե ինչպիսին է կասկածյալի արտաքին նկարագիրը։ Համագործակցելով ոստիկանության մալիցիայի բաժնի աշխատակիցների հետ պարզեցինք, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Շահումյան 16 փողոցի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որին էլ սեպտեմբերի 19-ին իր իսկ տնից բերման ենթարկեցինք նախ ոստիկանության մալիցիայի, այնուհետև Նոր-Նորքի բաժին։ Էդգար Հովհաննիսյանը, որն արդեն մեկ անգամ հասցրել էր դատապարտվել, չհերքեց արարքը։ Մի կնոջ տեսա սադում, կնոջ վզին ցեպ կար, տենց ցեպ ուզեցա պոկեմ, գնացի հետևից կնոջ, հասավ այդ կինը շքամուտքի մոտ, պոկեցի այդ կնոջ վզի ցեպը պոկվավ, կեսը ընկավ, կեսն մնաց ձեռքիս մեջ, ես է փախա։ Եվ սա միակ դեպքը չէր։ Մտա վարսավիրանոց, ուզեցա մազերս կտրել, սեղանին դրեցին բարսետկեն, վեկալա բանը, երկրորդ բարսետկեն, այսինքն իմը չէր, ուրիշինն էր։ Դուրս եկա, նոր նկատեցի, որ դա ուրիշինն է։ Բացեցի 30,000 դրամ մեջը գումար է եղել։ Ըստ Էդգարի, վերջին 2 ամսվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մեքենայից, վարսավիրանոցներից պլանշետ ու դրամապանակներ էր թռցրել։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով կողոպուտ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ Էդգար Հովհաննիսյանի գործողություններից տուժել են այլ անձինք ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Նոր-Նորքի կամ մոտակա բաժին։